Եկող տարվա սկզբից սկսած մենք որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ քայլ անելու այս հայտարարությունը Թայիպ Էրդողանն անցած տարեվերջին արեց, այդպես էլ չբացելով փակագծերը, թե ինչ ասել է խորհրդանշական քայլ, բայց տարվա 4-րդ ամիսը գլորվում է, Երևան-Անկարա շփումներում փաստացի տեղաշարժեր չկան։ Նորության դեպքում ես կհայտնեմ այս բանը, նորություն չկա։ Չի կանգնեմ, բայց նոր ասելիք չունեմ։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անջատ է Երևան-Բաքու բանակցություններից, խոստացված խորհրդանշական քայլերի փոխարեն հենց Անկարայից են հիմա ասում, որպեսզի բացվեն Հայաստան-Թուրքիա սահմանի պինդ զոդված այս դարպասները, նախ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հասնեն խաղաղությանը։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն խաղաղության եւ երկարաժամկետ կարգավորման, Թուրքիա-Հայաստան սահմանները կբացվեն։ Այն, որ Հայաստանի դիրքորոշումը տարանջատելու հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունները իրարից չի բաժանում Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանություններին, հայկական փորձագիտական վերլուծական համայնքում հիմնավորելու համար հիշեցնում են նաեւ մեկ այլ թուրք պաշտոնյայի, տրանսպորտի նախարար Ուրալօղլուի նույնանման հայտարարությունը, թե որպեսզի Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների շրջանակում կարողանա ավելի ակտիվ քայլեր անել Հայաստանին ընդառաջ պետք է Երևանն ու Բաքուն համաձայնության հասած լինեն։ Ընդ որում Ուրալօղլուի այս հայտարարությունն արդեն այս տարեսկզբին էր, երբ խորհրդանշական քայլերն անելուն արդեն պետք է պատրաստ լինեին, ինչպես նշել էր Թայիպ Էրդողանը, բայց պարզվեց թուրք պաշտոնյան նաև նրա դիրքորոշումն է վերաձևակերպում։ Ուրալօղլուն շեշտել էր, այս է նաև իրենց նախագահի տեսակետը։ Իսկ առհասարակինչ ասել է խորհրդանշական քայլ, որ չնայած հայտարարություններին այդպես էլ Անկարայից չարեցին։ Մասնագետները համոզված են թուրքական սիմվոլիկայի սլաքները թեքվելու էին սահմանի դարպասները բացելուն, բայց ոչ թե երկու երկրների, այսինքն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների, այլ երրորդ պետությունների, ինչպես նաեւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Ընդգծում են, սա առավելագույնը, լավագույն սցենարի դեպքում, թեպետ այստեղ նաեւ հիշեցնում են, բանագնացներ Ռուբինյանն ու Քլեչը այս պայմանավորվածությունը վաղուց էին ձեռք բերել եւ չնայած Երևանի պատրաստակամությանը գործընթացը փակուղում հայտնվեց հենց Անկարայի ուղղորդմամբ։ Թուրքական կողմը եւս սպասում է, որ սահմանադրության մեջ կփոխվի հռչակագրի մասը եւ պետական նշանների, զինանշանի վրայից, գերբի վրայից այդ Արարատի դուրսբերման մասով նաև։ Ստացվում է թուրք-ադրբեջանական դուետին ոչ միայն միավորում են տարածաշրջանային, այդ թվում Հայաստանի հետ կապված ընդհանուր ծրագրերը, այլև միևնույն պահանջները, որ ունեն Երևանից, փորձագետի գնահատականն է։ Իրենց գերնպատակը հիմնականում ոչ թե օրինակ Գյումրի, Կարս երկաթուղու բացելն է, սահմանի բացելն է Շիրակի մարզի հատվածում կամ առավել եւս Մարգարայի հատվածում, այլ իրենց գերնպատակ հենց հիմա ամբողջ ենթակառուցվածքները, տրանսպորտային շինարարությունը գնում է դեպի հարավային հատված, այսինքն Նախիջևանով կապը հաստատել Ադրբեջանի հետ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրական գործընթացը մասնագետների գնահատմամբ փոխադարձ սպասումների բարդ շղթայում է։ Փորձագետներն ասում են, ակնհայտ է տարածաշրջանային զարգացումների այս փուլում յուրաքանչյուր հայտարարություն առավելապես ազդակ է։ Երևան-Անկարա շփումների օրակարգը կախված է մնում ոչ միայն երկկողմ, այլև ավելի լայն տարածաշրջանային հաշվարկներից։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։